Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առջև ցուցապաստառներով կանգնած էին Հարություն Սարգսյանի հարազատները, ովքեր պահանջում էին արտարտատաքննություն։ Հիշեցնենք, որ կալանավորված Հարություն Սարգսյանը մեղադրվում է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի Կարեն Եսայանի սպանության մեջ։ Ծեծով ոչ մի արտահայտություն չի լինի։ Մի դատեք անմեղ մարդուն, գտեք իրական մարտահրավեր, պահանջում ենք արտահայտություն։ Չի կարելի անմեղ մարդու վրա բարձել այն, ինչ նա չի կատարել։ Արտարտատաքննության պահանջով դատարան էին եկել եւ մեղադրող եւ տուժող կողմի ներկայացուցիչները, իսկ դատավարությանը հետևելու ցանկություն ունեցող քաղաքացիների թիվն այնքան մեծ էր, որ մինչեւ նիստի սկսվելը նախատեսված դալիճը փոխարինվեց ավելին դարձակով, իսկ դատավարությունը սկսվեց շիկացած մթնոլորտում։ Էս է աշխարհի ճիշտն է։ Ինքը ձեր որդու ավնոմի բաժար է, կանանար է։ Պարզեկով է ձեր որդու սպանել։ Դատավոր Մարտին Սարոյանը նախ մեղադրյալի ճշտեց ծննդյան թիվը, ապրելու վայրն ու ընտանեկան կարգավիճակը, ապա Ամբաստանյալի առողջական վիճակի մասին դատավորի հարցին Հարություն Սարգսյանը պատասխանեց. Առողջ էի, կարել հավաքականությունից հետո էր գարշում, մինչև հնկը սրական վրանցվածներ, որը պատճառել է կարել հավաքական, մսագործ, հասարական, ավելորդ չեմ ասում, ոստիկանապետ է, ամբողջ հանրությունը ասեց, որ ոստիկանան է, մարդետանություն լարավաշնի մսագործ։ Ամբաստանյալն առանց իրավապաշտպանի ներկայության հրաժարվեց պատասխանել նույնիսկ կենսագրական բնույթի հարցերին, քանի որ ըստ նրա մտավախություն կա, որ ցանկացած պատասխան կօգտագործեն իր դեմ, ինչպես արել են նախաքննության ժամանակ։ Ինչ ճիշտ ասած է, կարելի է դատավորի, հարց է տալիս ավելի դասելություն, որտեղ է ասում եմ Վրաստան, գնում Վրաստանը ճոպիկի, Ապա Ամբաստանյալի հայրը հանդես եկավ դատավարությունը հետաձգելու միջնորդությամբ, քանի որ որդու փաստաբանները հանրապետությունից բացակայում են։ Մեղադրող կողմը պահանջեց փաստաբանների հետ կնքած պայմանագրի պատճեն, ինչը ավարտվեց վիճաբանությամբ։ Արդյունքում Սամվել Սարգսյանը հեռացվեց դալիճից։ Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատը հետաձգվեց մինչեւ սույն թվականի փետրվարի 5-ը, իսկ այն հարցում, որ նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, համակարծիք էին երկու կողմի ներկայացուցիչներն էլ։ Միգուցե Ամբաստանյալը օգնող է ունեցել, որ կարողացել է այս վճռագործությունը կատարել եւ հասնել իր նպատակին։ Այո։ Ամեն դեպքում տեսնենք, դատաքննության ընթացքում կարծում եմ ավելինին կհասնենք, քան հասել ենք նախաքննության ընթացքում։ Գտնում ենք, որ դեռևս կային որոշակի հանգամանքներ, որոնք պետք է բացահայտված լինեին, որոնք չեն բացահայտվել։ Եվ այդ առումով մենք դիմել ենք միջնորդություններ ենք ներկայացրել, որոնք ցավոք սրտի չբավարարվեցին նախաքննական մարմնի կողմից։ Նախաքննությունից դրգո էր նաև Ամբաստանյալի հայրը, ով նշում էր, որ նախաքննության ընթացքում որդուն կտանքների են ենթարկել։ Նշենք, որ դատական նիստի ավարտից հետո դատարանի դիմաց նաև վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, որն ավարտվել է ոստիկանների միջնորդությամբ։ Նաիրա Նալբանդյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։